տարիներ առաջ էր 5-6 տարի կլինի Աստծո խոսքին պատրաստվում է որպեսզի պիտի քարոզեի ու տենց իմ հոգու աշխարհում տենց Աստծո խոսքի հետ խոսում էի, Սուրբ գրքից կարդում էի, աղոթում էի, պատրաստվում էի, գրում էի ու Տիրոջից խոսք եղավ, որ իմ խոսքը ճոխա մի ճոխացրու։ Իմ խոսքը ճոխա մի ճոխացրու։ Սիրներ գիտեք, մարդը, երբ որ Տիրոջ խոսքը լսում է, ակունքից, Սուրբ գրքից, այդ խոսքը մարդուն բերում է ապաշխարության։ Մարդկային իմաստությունը, երբ որ խառնվում է, մարդուն հեռու է պահում Աստծուց։ 147 Սաղմոսի 19 խոսքը։ Նա պատմում է իր խոսքը Հակոբին, իր հրամաններն ու իրավունքները Իսրայելի։ Իր խոսքը պատմում է Հակոբին։ Աստծո զավակը, երբ որ կերակրվում է Տիրոջ հոգով, Տիրոջ խոսքով, այդ խոսքը իր հոգու աշխարհում հավատք է բերում։ Աստված մարդու մեջ հավատք է բերում, որ մարդ կարողանա իր խոսքին հավատալ։ Նարեկացին ասում է, որ իմ այս ճոխ, չգիտեմ ով նարեկ կարդացել է, ինչքան ճոխ է, չէ՞, այնց բառապաշարը, իր մտքի թռիչքը, այդ ելևեժները, ինչքան ճոխ է, բայց գիտեք նարեկացին ասում է, այդ ճոխ իմ տողերով չի, որ քեզ պետքա համոզեմ, որ Աստծո սիրտը պետք է կոտրվի, էլի այնց փրկի մարդուն։ Մարդու հոգին կենթանանում է, երբ որ Տիրոջ հոգու զորությունը կա, երբ որ Սուրբ հոգու զորությունը կա, այդ Սուրբ հոգին մարդուն կենթանացնում է։ Մարդու հոգին հարություն է առնում սերներ։ Տիրոջ հոգին դա իմաստության եւ հասկացողության հոգի է։ Խորհրդի եւ զորության հոգին է։ Գիտության եւ Տիրոջ երկյուղի հոգին է։ Աստվածային խորհուրդները քեզ բացվում է, ինձ բացվում է Տիրոջ հոգով։ Ես ուզում եմ Մովսեսի կյանքից նայենք սերներ, Եբրայեցիս թղթի հեղինակը Եբրայեցիս 11-րդ գլխի 27 խոսքի մեջ ասում է. Հավատքով թողեց նա Եգիպտոսը, չվախենալով թագավորի բարկությունից, որովհետև համբերեց անտեսանելուն տեսնողի պես։ Տեսնել անտեսանելին։ Տեսնել անտեսանելին դա հենց հավատքի մասին է խոսքը, երբ որ մարդը հավատքով տեսնում եւ ճանաչում է Տիրոջը։ Եվ առանց այս հայտնության մարդը չի կարող Աստված պաշտիսելներ, անհնար է։ Շատ հաճախ մենք հնարավոր է այտենց քարոզում ենք, լավ այնց ճոխ բառեր ենք ընտրում, լավ պատմություններ, որպեսզի մարդը դրանից շարժվի, ապաշխարի, բայց սիրներ մոռանում ենք, որ Սուրբ Հոգու զորությունով է մարդը կենթանանում։ Մենք մի շաբաթ առաջ եղբայրական ժողով ունեցանք Գավառում, սպասավորական ժողով էր։ Սուրբ Հոգին գործում էր։ Երբ որ Սուրբ Հոգին գործում է, խոսքերն ու քարոզները ավելորդ են դառնում։ Ես հավատացնում եմ ձեզ։ Սուրբ Հոգին որ գալիս է, ամեն մարդու իր ներսն է բացում, քո պակասություններն է ցույց տալի, քեզ դնում է կշեռքի վրա, Աստծո լույսի մեջ ես գալիս, սկսում ես ճանաչել քեզ, խոնարհվում ես, խոստովանությամբ գալիս ես Աստծո առաջ եւ բոլոր խորթուբորթերը շտկվում է։ Ես մի հատ թարմ տենց օրինակ պատմեմ, տեսնել անտեսանելին։ Եթե անտեսանելին դու տեսար, այսինքն երբ որ Աստծուն հաղորդ եղար,
Անհնար է քեզ հավատքից հետ պահելը, անհնար է։ Մարդը ճանաչում է եւ հաղորդ ալինում կենթանի Աստծո հետ, դա դիեզերական իրադարձություն է։ Դրա համար եմ ասում անհնար է, որովհետեւ դու ճանաչում ես, էլ պետք չի քեզ համոզեն, ամեն կիրակի քարոզեն, Աստծո սերը, Աստված սենց արեց, նենց արեց, պետք չի, խի, որովհետեւ դու հաղորդ ես եղել, դու ճանաչել ես։ Դրա համար Սուրբ Հոգու աշխատանքը պետք է բարձրանա եկեղեցու մեջ։ Այս գանձը Աստված իր խոսքի հայտնությունը տվել է եկեղեցուն, այս թանկագին գանձը, որ մեզ բացի նրա աստվածային բնությունն ու էությունը, ու Սուրբ Հոգին է դա անում։ Նշանակում է Սուրբ Հոգու աշխատանքը մեր կյանքում պետք է բարձրանա։ Այդ ճանաչողությունը բերում է Աստծո Սուրբ Հոգին, եւ Աստծո Սուրբ Հոգին է քեզ բացում Աստվածայինը։ Հավատացեք։ Իհարկե ես դեմ չեմ մնացած բաներին, բայց նաեւ այդ խոսքը, որ Աստծուց ինձ եղել է, ես այդ խոսքից հետո իմ կյանքում շատ բաներ փոխվել է։ Իմ խոսքը ճոխա, մի ճոխացրու։ Իմ քարոզի մեխը եղել է, որ սենց սիրուն լինի, ճոխ լինի, վերջը Աստծո խոսքը, բայց ասում եմ մի ճոխացրու։ Դու իմ խոսքը կարդա, քարոզի։ Ինքը այդ զորությունը ունի։ Մարդուն կենթանացնելու այդ զորությունը ունի։ Մի քանի օր առաջ էր մի հատ չինացի անձնավորություն, որ իմ գործի բերումով տուրիստական տենց Հայաստանի մեջ պետք է մանածեի, երիտասարդ էր, 27-28 տարեկան, հենց օդանավակայանից վերցրեցի, ինքը սկսեց խոսալ, չգիտեմ խեր տենց տրամադրված, ես ոչ ման չեմ ասել է, առաջինը ասեց սոված եմ, մի կտոր որտեղ հաց ուտենք, ասեց ես քանի ժամը հաց չեմ կերել, վերջը, մի կտոր հաց կերանք, նենց ինքը սկսեց խոսալ, ասեց ես Հայաստանի մասին իմացել եմ իմ փեսայից, իր մորքուրի աղջիկը Կանադայում ամուսնացած է հայի հետ։ Ու այդ հայ փեսան, իր մորքուրի աղջիկա մարդը խորհուրդ է տվել, որ ինքը Հայաստան գա, ման գա։ Ասեց նաև գիտեմ, որ Հայաստանը քրիստոնեության օրանն է։ Ու ես ինքս քրիստոնեության հետ ոչ մի կապ չունեմ, խնդրում եմ ինձի ոչ մի վանք չտանես, ոչ մի եկեղեցի չտանես, ոչ մի քրիստոնեական տենց վայրեր ինչ չտանես։ Ասի վայլուր տանեմ։ Հայաստանը սաղը տենց տեղեր ենք մենք տանում։ Վերջը ասես չէ, տենց 2-3 տեղ եմ տարել, որ ասենք այդ գծի վրա Գորիս են գնացել։ Այտենց որ ասենք ջրվեժ էր, ինչ որ բնության պատկերներ էր, տենց որ ոչ մի բան չկար ու տենց հետ են գալի։ Ու գնում ենք ու ճանապարհին տենց որ ինքը տենց մի անգամուց իմ դեմը դրեց, ասաց ես Բուդդային եմ պաշտում։ Ու Բուդդան իմ կյանքում իմ բոլոր այդ առաջնորդությունները ինքը անում է։ Ու միջև անգամ ես ձեզ ասեմ, բացի Բուդդայից ինքը սնոտիա պաշտել էր, էլի, ասենք քարեր, ծառեր, ասես բաներ էր պաշտում։ Այդ մեր ձեռը դնում էր քարի վրա, ասում է ինձ էներգիա է գալի, ասես բաներ էր անում։ Իմ մեջ իհարկե Սուրբ Հոգու առաջնորդությունը կա, իմ մեջս վառվում է, բայց ես մարդկայինով չեմ ուզում, որովհետև հասկանում եմ, մարդկայինով որ խոսամ, ավելի վատ կլինի։ Եվ ահագին տենց ինքը որ պատմեց Բուդդայից, վերջը Բուդդային եկա գոված, իմ մեջ մի հատ հարց հասունացավ եւ մտածում եմ որ դա իրոք Սուրբ Հոգուց էր, հեսա կասեմ խի։ Ես իրան հարցրի, ասի լավ, այդքան Բուդդային գովում ես։ Օրինակ մի հատ հարցի պատասխանի, կարած Բուդդան քո այդ բոլոր տառապանքներից, քո այդ ստրեսներից, դեպրեսիաներից քեզ ազատի։ Կարած Բուդդան քո այդ խղճի վրա որ նստած է այդ մեղքի ծանրությունից քեզ ազատի։ Կարած քո այդ բոլոր մեղքերին թողություն տա, կարած քո հոգու աշխարհը մտնի ու քեզ քո հոգին հարություն տա։ Ու սենց լիքը հարցեր սկսեցի իրան տալ, ու երբ որ այդ հարցաշարը վերջացավ, ես ասում եմ պատասխանը, ինքը սենց զարմացած նայեց երեսից, ասեց նո,
ու ես դից սկսեցի Հիսուս Քրիստոս քարոզել սերներ։ Էդի ինքը միջև օդանավակայանից միջև Մասիս է խոսացել, ես Մասիսից միջև Գորիս Հիսուս Քրիստոս եմ քարոզել, մի վայրկյանի պես է անցել։ Հասանք Գորիս, Աստծո Սուրբ Հոգին իջավ հենց մեքենայի մեջ, ես համոզված եմ ասում, ինքը հուզվեց, ասես դու պաստոր ես, ասես դու հույվես, ասի հա, ասես կարամ խիստ անհատական բաներ խոստովանվեմ, ու Սուրբ Հոգու զորությունը սիրներ, ես ուղղակի ապշել եմ ասում, Տեր Աստված, ես ընդամենը Սուրբ գրքից քո խոսքերն եմ ասել, Հիսուս Քրիստոս, ես ինչ ես անում, ես ինձի խորը անհավատ տեսասերներ, ես կամ տարի Աստծուն պաշտում եմ, ոնց որ տենց չհավատա էլի, որ Սուրբ Հոգին տենց կարող անեն, հենց իմ համար հենց բան էր էլի էդի, այնինչ պետք է իմ առօրյան էդի լինի, դրա համար եմ ասում Սուրբ Հոգու զորությունը, ինքը խոնարհվեց, ինքն հենց խոստովանություններ արեց, որ ձեզ այն շատ-շատերը չեն անում սերներ, ասում են մեռնելուց կասենք, ամանչում են, չգիտեմ, սատանեն ամոթ է բերում, այդ մեղքը գործելուց ամոթ չի բերում, բայց որ պետք է խոստովանվես թողություն լինի ամոթ է բերում, նայեք այդ նենգի գործը, դրա համար ես խորհուրդ եմ տալի, դուք գնացեք, մերժեք սատանային, գնացեք այդ խոստովանությանը, ու ինքը, երբ որ խոսացինք, երբ որ այդ ամեն ինչը վերջացավ, հələ հյուրանոցի դեմն էլ մի 20 րոպե սպասել եմ, որ այդ ամեն ինչը բրցնի, արդեն տեղ ենք հասել, օգնեցի վեշերը, հանեցի վերև, ասի ուզում ես ես քեզ անգլերեն, դե մենք անգլերեն ենք շփվում, ասի անգլերեն քեզ նոր կտակարան կտամ, ասաց չէ, իմ երկրորդ անունը ասեց, Ջուդիա, որը կոչվում է Հռութ, անգլերեն էր դե ասում, ասեցի ոնց, Հռութը քրիստոնյա անուն, ոնց է քո վրա դրած այդ անունը, ասաց ես փոքր ժամանակ կաթոլիկ դպրոց եմ գնացինք, Հոնկոնգից էր ինքը, ու ասեց այդ կաթոլիկ դպրոցում ինձի այդ անունն են կոչել երեխեքը, որտեվ իրանց համար դժվար էր այդ, իմ համար էլ էր դժվար, չէի կարող անուն ասել, բայց Հռութ շատ կարճ է, ու տենց Հռութ են դրել, ասաց ես չինական լեզվով նոր կտակարան ունեմ եւ խոստանում եմ, որ ես կարդամ, ու խոստանում եմ, որ ես նորից Հայաստան եմ վերադառնալու ու մի օր ձեր եկեղեցին ես ինձ տանելու, սերներ, Աստված իր խոսքը պատմում է Հակոբին, Աստված իր խոսքը պատմում է եւ այդ խոսքը մարդուն փրկություն ա բերել, հետո ես հիշեցի իմ կյանքը, ես ոնց եմ փրկվել, շատ են ասել, շատ են վկայել, շատ են քարոզել, մերժել եմ, ասել եմ, չկա, սուտ է, Աստծո անունը մի տվեք, տենց բան չկա, ես միշտ այդ օրինակը բերում եմ, ասում եմ, ես իմիշ բառեր էի Աստծուն ասում, որ հետո ասում են, նայեք չսպանեց, ուրեմն չկա, 103 Սաղմոսի 7-րդ խոսքը ասում է, նա իմաց արավ իր ճանապարհները Մովսեսին, Իսրայելի որդկանց իր գործերը, ճանապարհները Մովսեսին ցույց տվեց, գործերը, երկրորդ հականը, ճիշտ Աստված է անում, հրաշքներ, բժշկություններ, կարմիր ծով, մանանա, չգիտեմ, հարություն, մեռածներ, ես ինչ ուզում ալնի, բայց դա ասում եմ, Մովսեսին է դրանք ցույց չի տվել, Մովսեսի միջոցով էր դա լինում սերներ, բայց Մովսեսը տեսնում էր անտեսանելին, Մովսեսին ցույց տվեց իր ճանապարհները, Իսրայել ժողովրդին իր գործերը, տարբերությունը շատ մեծ է, սերներ։ Այս մեր կողիկ ուշտը, այս Աբովյան քաղաքի ապրողները պետք է Աստծո գործերը տենան մեր ապրած կյանքով։ Մենք այդ գործերով իհարկե ուրախանում ենք, բայց մենք այդ գործիքն ենք, գործերը չենք։ Մեր միջոցով է այդ գործիքները լինում։ Մի բան էլ պատմեմ, այս ամեն ինչը պատմեմ, որ Աստված ձեր հավատքը ավելացնի սերներ։ Իհարկե գործեր են։ Եվ ինչքան Աստծո գործիքները շատանա եկեղեցում, այնքան լավ։ Մի քանի օր առաջ էլի Ջանիկ եղբոր հետ այցելեցինք մի երիտասարդ աղջկա Երևան, որը սատանայից բռնված էր։ Սուրբ Հոգու զորությունը մարդու հոգին է կենթանացնում։ Այնտեղ էր, որ ոչ կարաս քարոզես, ոչ կարաս Աստծո խոսքը խոսաս, ինքը ասենք
չլսի, իրանք հետաքրքիր չի։ Հիմա ասենք չեմ ուզում շատ մանրանամ, դահլիճի աուդիտորիան հաշվի առնելով, աղոթք եղավ, Սուրբ Հոգու աղոթք եղավ, Աստծո զորությունը իջավ, Սատանան թողեց այդ աղջկան, այդ աղջկը ծնկից հելավ, թռչկոտում էր, ուրախությունից լացում էր, վերջում մեր ջրվեժի Արտուր աղբոր համարը տվին, որ ընդ գնա ժողով։ Հասկանում եք սերներ։ Աստծո Սուրբ Հոգին, մարդու հոգին կապանքներից մաքրում է, ազատում է։ Եվ սրա համար հայտնությունն է պետք, ինչպես պաշտել Աստծուն, նրա խոսքի հայտնությունն է քեզ պետք։ Աղոթի Աստծուն խնդրի, ասա Տեր, այդ քո ճոխ խոսքի հայտնությունը դու, որ սրտիդ կպնում է, դրա վրա խորացի։ Հիմա այս քարոզի մեջ մի հատ խոսք կպել է ամեն մեկի սրտին։ Խի որտեվ Աստծո խոսք է։ Ու այդ խոսքը երբ որ կպնում է, դու աղոթք կար, ասա Տեր, բացի մի հատ հասկանամ, ինչ ես ուզում ինձ ասես։ Միգուցե այդ խոսքը եկել է, որ քեզ այդ կապանքներից մաքրի։ Կարող է այդ խոսքը եկել է, որ քո հոգու աշխարհը ազատագրում տա։ Կարող է եկել է, որ քեզ կենթանացնի անհավատությունից դեպի հավատքի բերի։ Մի արհամարիր, մատների արանքով մի նայիր։ Եվ վերջում Ֆիլիպեցիների 3-րդ գլխի 8-րդ խոսքը, սերներ։ Ֆիլիպեցիների թուղթը Պողոս առաքյալն է գրել։ Տեսեք, այս մարդը Պողոս առաքյալը, որ Աստծո առաքյալը 3:8 7-ից կարդամ, բայց ինչ բան ինձ շահեր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Եվ հենց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցա եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ։ Սերներ, Պողոս առաքյալի նման մարդը ասում է, ես կգնամ, դե ինքը գամաղելի ոտքերի մոտ մեծացել էր, փարիսեցիների, ամենաարմատով ուղնուծուծով փարիսեցի, Աստծու համար նախանձավոր, էթում էր ու այդ սաղ քահանայապետերով, բանով, քահանաներով, սաղ իրան ճանաչում են, ճանաչված դեմքեր, գամաղելի ոտքերի մոտ էր մեծացել, ու ասում է, որ աղբ եմ համարում, այդ սաղ պատիվ, դիրք, այս ամեն ինչը աղբ եմ համարում, խի, որովհետև Քրիստոսի հայտնությունն է ունեցել։ Քրիստոս հայտնվել է իրան Դամասկոսի ճանապարհում, հայտնվել է եւ իր հետ խոսացել ասելներ։ Մանկությունից, չգիտեմ, 6-7 տարեկանից արդեն 30 տարեկանի մոտ է, այս մարդը, Պողոս առաքյալը, միշտ հաղորդ է եղել Աստծո խոսքին, փարիսեցիական բոլոր այդ օրենքները պահել է, այդ ամեն ինչի մեջում անցել է, հիմա եկել հասել է այդ վարդապետության լուրջ աստիճանի, լուրջ, ինքը համ փիլիսոփա էր, համ քրիստոնյա, այդ իրանց հուդայականության կրոնի լուրջ առաջնորդ էր դառնալու։ Ես սխալված չեմ լինի ասեմ, որ ինքը նույնիսկ կարար քահանապետ դառնար, քահանապետից հետո։ Այսինքն ինքը այդ բոլոր աստիճանները ուներ, այդ դիրքը, պատիվը, այդ հարգանքը, այդ ամեն ինչ ուներ։ Ինչ եղավ, քո կյանքում ինչ փոխվեց, Պողոս առաքյալ, որ ասում ես աղբ եմ համարում, այդ բոլորը աղբ եմ համարում, ես ասեմ ինչ փոխվեց, իրան այդ հայտնությունը եղավ, ինքը դեմ առ դեմ Քրիստոսին հանդիպեց ու իրան խոսք եղավ, հասկանում եք սիրներ, ես այն մարդկանց, ովքեր դեռ չունեն այդ հայտնությունը, ես սրտանց ցանկանում եմ, որովհետև այդ հայտնությունն է քեզ հավատքի բերելու։ Եթե դու գաս տեղ տարիներով նստես, Աստծո խոսքը լսես, ու քեզ շինություն չբերի, նայեք ասեմ ժողովուրդ ջան, մարդիկ կան, ես չեմ ուզում ոչ մեկի նեղացնել, բայց մեր մեջ հիմա ստե նստած մարդիկ կան, տարիներով, տասնյակ տարիներով գալիս գնում են։ Ես առաջ զարմանում եմ, որ չեն ապաշխարում, բայց հիմա հասկանում եմ, խի չեն ապաշխարում։
Ճիշտ է, Աստծո խոսք են լսում, այս ամեն ինչին հաղորդ են լինում, հնարավոր է Սուրբ Հոգին ա գալիս, հնարավոր է իրանք շաքաղվում են, բայց իրանց կյանքում Աստծո խոսքը չի բացվում։ Ատենց էլ այդ հայտնությունը Քրիստոսի չեն ներում, դրա համար չեն ապաշխարում։ Էսա բանալին, գաղտնիքը էսի է։ Հիմա երբ որ կանգնես աղոթքի, այդ մարդկային այդ ինտելեկտը, այդ անջատի մի թող խառնվի Աստվածային, որովհետև Աստված հոգով է գործում։ Իր Սուրբ Հոգով է հիմա շրջելու քո ներսին հաղորդ լինելու։ Իսկ դու ուզում ես ինտելեկտով էդի հասկանաս։ Նույնը վերաբերվում է այն մարդկանց, որ Սուրբ Հոգով չեն մկրտվում երկար տարիներ եկեղեցու անդամ են։ Որովհետև ինտելեկտով ուզում է հասկանալ այդ process-ը ոնց հալնելու։ Չես կարա գերբնական ձևով հալնում էդի։ Աղոթենք։ Երկնային Հայր,